Բարի առավոտ հարգելի հեռուստադիտող, Արմենիայի ուղիղ եթերում ժամը սկսում է աշխատանքը։ Այսօր առավոտյան թողարկման համար այսքանը, կհանդիպենք ուղիղ կեսօրին։ Արմենիայի ուղիղ եթերում ժամը լրատվականը շարունակում է աշխատանքը։ Բարև ձեզ։ Ծնունդից 32 տարի անց շրջվեց Արցախի պատմության վերջին էջը։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն մինչև 2024 թվականի հունվարի 1-ը Արցախի բոլոր պետական հիմնարկներն ու հաստատությունները պետք է լուծարվեն և Արցախի Հանրապետությունը պետք է դադարեցնի իր գոյությունը։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն պետք է ապահովվի Լաչինի միջանցքով Արցախի ժողովրդի ազատ կամավոր խոչընդոտանը, այդ թվում զենքը վայր դրած զինծառայողների։ Ըստ հրամանագրի Արցախի բնակչությունը, այդ թվում հանրապետության սահմաններից դուրս գտնվողները պետք է ծանոթանան ռեինտեգրման պայմաններին, որոնք ներկայացրել է Ադրբեջանը հետագայում Լեռնային Ղարաբաղում մնալու, վերադառնալու ինքնուրույն և անհատական որոշման կայացման նպատակով։ Այսքանը, շարունակեք հետևել ժամին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ամուր եղեք։ Սկսում ենք ժամը 4-ի թողարկումը, ես Սոնա Թորոսյանն եմ, բարի գալուստ։ Եվ այսպես, սեպտեմբերի 28-ը Հայաստան-Արցախ աշխարհում կամփոփենք գլխավոր ժամին, սպասում եմ ձեզ երեկոյան 8-ին։ Հայաստան, Արցախ աշխարհ, սկսում ենք սեպտեմբերի 28-ի գլխավոր ժամը, ես Սոնա Թորոսյանն եմ, բարի գալուստ։ Երկրորդ օրն է, ժամի նկարահանող խումբն աշխատում է Գորիսում և այժմ փորձում ենք ուղիղ կապ հաստատել իմ գործընկեր Տաթևիկ Աբրահամյանի հետ։ Տաթև, ողջույն, ինչ մանրամասներ կհաղորդես և լուծվեց արդյոք կացարանի հարցը, նախորդին նշում էիր, որ շատերը մնացել են անօթևան։ Բարի երեկո Սոնա, այո, մենք այս գիշերնանց շրջել ենք քաղաքով և իսկապես կային արցախցիներ, որոնք գիշերում էին փողոցում։ Այս ժամի համար այսքանը, Սոնա։ Այո, Տաթևիկ, ժամի նկարահանող խումբը շարունակում է աշխատել Գորիսում, ես զրուցում եմ իմ գործընկեր Տաթև Աբրահամյանի հետ, նա զրուցում էր Ստեփանակերտից գաղթած տիկնոջ հետ, ով պատմեց սարսափելի գաղթի ճանապարհի և այն բոլոր բարդությունների մասին, որոնց բախվել են։ Այսքանն այսօր և այս ժամին, սեր ու ոգու կորով բոլորիս։ Այսպիսին էր սեպտեմբերի 28-ը Հայաստան-Արցախ աշխարհում, խաղաղ գիշեր։